անիմաստ բան է, ներողություն եմ խնդրում, ինչի, որովհետև էլի խեղդում ենք համայնքների, որովհետև եթե հողը գին չունի, թող վաճառվի իր իրական շուկայական գնով, բայց եթե ինքը թանկ է, թող վաճառվի թանկ։ Հիմա մենք էլի բերել ենք հեսա ստանդարտ սահմանենք մի հատ գին ու հողերի կեսը չվաճառվի։ Մենք համայնքին չենք սահմանափակում, ինքը թող որոշում կայացնի օտարման մասին, բայց ինքը օտարողը պետք է չլինի։ Հաջորդի հետ ինքը կապ պետք է չունենա, հաջորդը դա ինստիտուցիոնալ լրիվ այլ գործառույթ է։ Պարոն Գրիգորյանն ասում է, որ հաջորդին չի համայնքը կազմակերպում, մոդուլ ստեղծենք հաջորդի, համայնքը ասի հարգելի մոդուլ կամ կազմակերպություն։ Ես իմ հողը ուզում եմ վաճառեմ։ Վերցրու ինձ համար ամենաբարձր գրով վաճառը, իմ փողը ինձ տուր, քո տոկոսն էլ բայ քեզ։ Հետաքրքիր միտք է։ Եվ եթե Վարչապետ, եթե մենք ուզում ենք մեր տունը վաճառենք, մենք չենք գնում, չէ՞, այստեղ խնդեղ ասում տուն է վաճառում, մենք տալիս ենք մասնագիտացված կառույցի, ամենայն դեպս ես տենց եմ փորձ անել։ Ինքը վաճառում է կամ չի վաճառում։ Եվ եթե այդ կոնստրուկցիան ճիշտ աշխատի, մեկնարկային գինը լինի $1, էլի մենք ունենալու ենք ռեալ շուկայական արժեք։ Հələ ավելի շատ մասնակից, ավելի արդար որոշում։